խոսքով հանդես կգա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, տնօրենի հարգելի տեղակալներ, սահմանապահ զորքերի հարգելի հրամանատար, սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ, շնորհավորելով բոլորիս սահմանապահի օրվա առիթով նախ ուզում եմ սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։ Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ իրավիճակում, բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Հաջորդ կարևոր նորությունը, որ մենք ունենք արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։ Սա իհարկե տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։ Եվ սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Եվ մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին, բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով, առաջիկայում իհարկե մենք կշարունակենք եւ ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը։ Մենք օրակարգում իհարկե ունենք նաեւ Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը եւ վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք եւ սրանով ըստ էության Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը կամփոփվի եւ մեր պետությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա։ Ես ուզում եմ ելինդ գծել, որ խաղաղության հետ զուգահեռ սահմանապահը Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ցանկացած պետության, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության մասին եմ ես հիմա խոսում, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության կարևորագույն սիմվոլներից է։ Եվ մեր ցանկությունն է նաեւ, որ երբ որ ասում ենք, որ սահմանը կսահմանազատվի, սահմանագծվի, մեր ցանկությունն է, որ մեր բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունը իրականացնել մշտական տեղակայման վայրերում։ Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակը իր ծառայության մեծ մասը անց է կացնում խրամատներում,
դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն։ Իհարկե, մենք հիմա նաև սահմաններին ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումը այն է, որ X պահի մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերը այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն։ Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք իհարկե ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում եւ մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում եւ այդ փոփոխությունները միանշանակ դրական են եւ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը եւ նաեւ սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվել, որովհետեւ ելի ասում եմ, սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է, միևնույն ժամանակ ինքնիշխանության, անկախության, անվտանգության, որովհետեւ այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա եւ այս վստահության բերումով է, որ պետությունը, կառավարությունը որոշում է կայացնում այս կամ այն հատվածը սահմանի հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը։ Բայց այս ամենը նշանակում է, որ մենք առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովենք մեր սահմանապահ զորքերի համար։ Մյուս կողմից սա նշանակում է, որ մենք գնալով պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալենք մեր սահմանապահ զորքերից, որովհետև իհարկե խաղաղությունը նաև պատասխանատվություն է եւ չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, սահմանապահ ծառայողները այն մարդիկ են, ովքեր առաջինը դիմավորում են Հայաստան եկած օտարերկրացիներին եւ պակաս կարեւոր չէ, դիմավորում են արտերկրյա ճանապարհորդություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիներին։ Եվ այս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք եւ գնահատենք, որովհետեւ այս կոնտակտը շատ կարեւոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել եւ օտարերկրացիների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումների մեջ սեփական պետության, սեփական անկախության եւ ինքնիշխանության եւ պաշտպանվածության վերաբերյալ։ Եվ հիմա մենք իհարկե այդ խնդիրը առաջադրել ենք եւ հաջողությամբ իրականացնում ենք եւ մեր սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման ծրագրեր, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման շարունակական ծրագրեր, իհարկե գործում է նաեւ կամավոր ատեստավորման համակարգ, որը օգնում է նաև սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակից օգտվել։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ նաև մեր սահմանապահ զորքերում ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավվում եւ մենք նաև հնարավորություն ունենք այդ թվում սահմանապահ զորքերում որոշակի ծրագրեր իրականացնել, որպեսզի ժամկետային զինծառայողները ավելի երկար ժամանակահատվածում իրենց գործունեությունը եւ կյանքը կապեն սահմանապահ զորքերի հետ եւ դա խողովակ կդառնա, որով մեր սահմանապահ զորքերը, այդ թվում սպայական անձնակազմը հետագայում եւ երկարաժամկետ ժամանակահատվածի համար համալրման առավել հուսալի մեխանիզմներ եւ եղանակներ կունենան։ Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ, կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիս սահմանապահի օրվա առիթով եւ կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար իշահ Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության, պետականության, անվտանգության եւ իշահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր
պետք է հպարտանան իրենց պետությամբ, ովքեր պետք է սիրեն իրենց պետությունը, բայց շատ կարևոր է, որ պետությունը նույնքան սիրի քաղաքացուն, որքան քաղաքացին է սիրում պետությանը, եւ այդ թվում սահմանապահ զորքերի ծառայությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է զգան պետության հոգատարությունը եւ սերը իրենց նկատմամբ եւ իհարկե այդ թվում սահմանապահ զորքերի ծառայողները պիտի զգան իրենց պետության հոգատարությունը եւ սերը իրենց նկատմամբ եւ ուրեմն կեցե Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։